Հավատացյալներն ու հետորդները գիտեն, որ կյանքի գիրքն օգտագործվում է դատաստանի համար։ Չնայած կյանքի գիրքը նկարագրված է գրավոր խոսքով, ոչինչ չի նկարագրում, թե որտեղ, ինչ է այն, ոչ ոք չի կարող բացատրել այն։ Գրավոր խոսքում հղումը բացատրում է, թե ինչպես է յուրաքանչյուրը տիրապետում իր կյանքի գրքին, եթե ես մեղանչեմ, դու ինձ նշան ես անում, դու չես արդարացնի ինձ իմ անօրինությունից։ Սպանությունը մարդկային կյանքի անօրինական կանխամտածված խլումն է, ծանր մեղք, որը դատապարտվում է ողջ գրավոր խոսքով։ Օրինակ, չարությունն ու ապստամբությունը ձեռքի նշաններ են, ինչպես նշված է հետյալում։ Իմացիր տես, որ իմ ձեռքում ոչ չարիք կա, ոչ էլ հանցանք, ես քեզ դեմ չեմ մեղանչել, բայց դու որսում ես իմ հոգին, այն վերցնելու համար։ Անհայտ կամ հասկացվածը այն կինն է, որը որոշել է վիժեցնել իր դստերը կամ որդուն, որին երբեք չէր մեծացնի, կդատվի որպես անմեղ մարդու դեմ սպանություն կատարած նրա ձեռքին կդրվի նշան, որպես կյանքի գրք։ Դատվողների հետանքների բացատրությունը կրակե լիճ նետվելու համար, որը գրավոր խոսքում նկարագրված է զգուշացումով։ Կրակի լիճը երկրորդ մահն է։ Այսպիսով, յուրաքանչյուրը ունի կյանքի գիրք, որը ներկայացված է մեղքի, անօրինության կամ ժառանգության նշաններով, եթե դրանք ներկա են մարմնով, ապա ներկայացնում են դրա տիրոջ կյանքի գիրքը, դատաստանի նպատակով, դա կազդի նրանց ճակատագրի վրա։ Գաղտնիքների գիրքը հնարավորություն է տալիս ներկայացնել լուսանկարչական ապացույցներ, որոնք բացահայտում են նրանց ունեցած կյանքի գիրքը, ինչպես Հոբի խնդրանքը։ Որքան են իմ անօրինություններն ու մեղքերը, իմացրու ինձ իմ հանցանքներն ու մեղքերը։ Նոր բաժանորդների հատուկ առաջարկը ներառում է անվճար ծրագրեր ՓԶՄԵԿ-ի համար, որոնք կարող են օգտագործվել ստուգելու համար, թե արդյոք ձեռքը նշանված է սպանության համար, ներառում է աստվածաշնչյան լուծումը դրվագը, ցանկացած հարց լուծելու համար։